Երկու բան ակնհայտ է, առաջինը քարոզչության, պրոպագանդայի գրեթե հավասար հնարավորությունները համացանցի պատճառով եւ համացանցի լայն օգտագործման, զանգվածային օգտագործման պատճառով շանսերը հավակնորդների գրեթե հավասարվել են։ Մի ժամանակ գիտեք, որ Pravda Izvestia պետք է լիներ կամ Սովետական Հայաստան կոմունիստ թերթ ով ուներ, նա էլ ձայն ուներ, կամ թրուցիկ տպելու հնարավորություն։ Իսկ հիմա բոլորը թրուցիկ տպելու եւ ընթերցող ունենալու հավասար հնարավորություններ ունեն։ Դա շատ հետաքրքիր է։ Բան եթե կա, որը մեկը բան ունի ասելու, անպայման հնարավորություն ունի ասելու, իր ծրագրերը ներկայացնելու եւ ունի իր ընթերցողը սպառողը։ Երկրորդը, ես չգիտեմ, սա առաջինն է թե չէ, մեր կյանքում առաջին անգամ է, որ ջրբաժան կա լուրջ եւ լուստրացիա իմաստով, բաց կա պետականամետների եւ սպառողների, պետության սպառողների կուսակցություն, ասենք, կան մարդիկ, որոնք որ գործառույթի տեսակետից փորձում են, ձգտում են, պայքարում են հայկական պետության գործառույթ ունեցող պետության համար եւ կան որոնք որ ուզում են բավական լուրջ պայքարում են այսպես ասենք համայնքային գիտակցության, հայկական համայնք աշխարհագրորեն այս լանդշաֆտի վրա Կալիֆոռնիայի լանդշաֆտի վրա պատասխանատվության խնդիր կա, այսինքն պետականամետ կարելի ասել եւ պատասխանատվություն ստանձնող ուժեր կան։ Ստանձնող։ Այո, ձգտում ենք, այո, ակնհայտ է մարդիկ ասպարեզում են եւ ազդեցիկ են նրանք, ովքեր որ ասում են պատասխանատվությունը վերցնենք մեր վրա, մեր գործառույթը, մեր գործառույթը ֆունկցիան այստեղ պետականության ֆունկցիան, պատասխանատվության ֆունկցիան վերցնենք մեր վրա, ռիսկ կա դրա մեջ եւ շարժվենք առաջ։ Այդ պետական այրեր նկատի ունեք։ Նաեւ պետական այրեր, դա է հետաքրքիր, ընդհանրապես դա միշտ եղել են ընդդիմադիրները կամ ասենք մարգինալները։ Տվյալ դեպքում ովքեր են։ Հիմա այսօր իշխանությունը պատասխանատվության դրոշն է վերցրել եւ առաջ է անցել նրանցից, ովքեր որ այդ դրոշը ունեին, օրինակ ասենք անկախականները 1920 թվականին, 18 թվականին եւ հետո մի քանի 100 հոգի նույնիսկ սովետական միության ժամանակ դրա համար պատասխանատվության է ենթարկվել։ Պատասխանատուներ եղել են, բայց նրանք լուսանցքում էին։ Իսկ հիմա պետության ազդեցիկ ուժերը պատասխանատվության դրոշն են վերցրել ու պարադոքսը դա է ռևերսը, որ մյուս ուժերը, ովքեր որ ասում են դրա կարիքը չկա, պատասխանատվության կարիք չկա, կարելի է առանց պատասխանատվության ապրել եւ բարեկեցիկ ապրել, օրինակ Ռուսաստանի հովանու տակ կամ Իրանի, Պարսկաստանի, Հռոմի։ Այդ սպառողներն են։ Դրանք ես համարում եմ սպառող, որտեղ նրանք սպառում են ռուսական, օրինակ Ռուսաստանի ռեսուրսների սպառող են։ Ռուսները կգան կապահովեն մեր երկրի անվտանգությունը, մեր միջազգային հարաբերությունները, մեր կարգավիճակը աշխարհում, մեր սոցիալական խնդիրները ռուսները կապահովեն կամ ամերիկացիները։ Եթե ռուսները չեն կարողանում, հանձնենք Ամերիկային, նույնիսկ եթե թուրքերը ուզում են, տանք թուրքերին, մենք դրանով չզբաղվենք, այ անհոգ կյանք ենք ուզում, թող զորակոչ անցկացնեն, բանկային ռեֆորմներ անեն, ֆինանսական փոփոխություններ, սոցիալական, թող անի ինչ-որ պատասխանատու ժողովուրդ։ Դա կողմնորոշում է կոչվում, հա, երևի թե։ Դե մենք դրան կողմնորոշում ենք, ասել մեղմացրել ենք։ Լավ, եթե դա կողմնորոշում է, մեղմացրած թե ոչ, կողմնորոշում է այսպես թե այնպես, կամ Ռուսաստան, ինչպես դուք նորից նշեցիք, կամ Արևմուտք, հետ են գալիս այդ պետականամետները, ձեր ասած, որոնք ովքեր ստանձնել են
ուրեմն պատասխանատվությունը, Պատասխանատվությունը։ նրանք կողմնորոշման հետ կապ չունեն, կողմնորոշում Դա էլ հենց կողմնորոշումն է, պատասխանատվությունը ինքնուրույն, սեփական վարքագծի համար պատասխան տալը, հաշվետվություն տալը, սեփական վարքագծի համար, ուրիշից չսպառել, դա շատ հետաքրքիր է, մենք գիտենք, որ կգա կանի, լավ կանի կամ վատ կանի, մեր սահմանը լավ կպաշտպանի կամ վատ կպաշտպանի, ինքն է պատասխանատու, մենք այսպես օբյեկտն ենք, մենք այստեղ հպատակն ենք, համայնքն ենք, համայնքայնության, ես կասեի, մեկը պատասխանատվության ուժերը, պատասխանատու ուժերը և համայնքային ուժերը, այն ինչ-որ վանեցիներ, մշեցիներ, սասունցիներ, հիմա արցախցիներ և այլ, իրանք ինչ-որ ջավախկա, իրանք ինչ-որ իրանք կյանքը ոնց են դասավորել օտար պետության մեջ ապրելով, հայրենիքում ապրելով, բուն Հայաստանում մարդիկ ապրելով, հայտարարվել են համայնք ազգային փոքրամասնություն, պատկերացնում եք, արցախցիները ազգային փոքրամասնություն էին իրենց հայրենիքում։ Լավ, իսկ հիմա Հայաստանի ներսում Իսկ հիմա Հայաստանում կա ուժ և տարբերությունը, մյուս նախորդ շրջանների իշխանության հավակնորդների մեջ ինչ տարբերություն կա, որ գլխավոր ուժը իշխանություն ունեցող ռեսուրսներին տիրապետող ուժը պատասխանատվություն է վերցնում, ոչ թե պատասխանատվությունը փոխանցող ուժներ, նախկինում եղել է այսպես, դրածոները, մենք ընտրում ենք դրածոներից, այսինքն որևէ մեկը, որևէ երկիր, ասենք Օսմանյան կայսրության դրածոն, վիլայեթը, ով պետք է ղեկավարի, գուբերնիան, ով պետք է, ասենք նույնիսկ Արմյանսկայա օբլաստը էլի այն չէր, մենք ընտրում ենք ժամանակին, թե ով է լինելու իմպերիայի գործընկերը մեզանից։ Մենք ենք ընտրում, թե նշանակովի էր դա։ Նրանք տալիս էին ցանկ, ասում էին սրանցից մեկին, դուք ընտրեք, մենք այս սրանցից որը որ ձեր սրտով կլինի։ Ում եք ուզում, նրան էլ ընտրեք։ Ու մենք այդ նախընտրական կամպանիան գնում էր դրա մեջ, դրածոների մեջ մենք ընտրում էինք, իսկ հիմա մեզ առաջարկում են, ասում են դուք դրեք, դրածո չկա այլևս, դուք եք որոշելու ու պատասխանատու եք լինելու ձեր ընտրության համար, նախկինում մեր ընտրության համար մենք պատասխանատու չէինք, դրան եք առաջարկել, ասում ենք լավ, հաստատենք, գլխացավից պրծնենք, դուք դրա հետ աշխատելու եք, աշխատեք, Միասնիկյանին ուղարկել եք, չէ, Դե ուրիշներ էլ կան, բայց Միասնիկյանն է ձեր գործընկերը, թող աշխատի, լավ կաշխատի ձեր համար, լավ կաշխատի, դուք գող կլնեք, եթե մենք էլ օգտվենք դրանից, մեր համար էլ լավ լինի, օրինակ ռեզերվացիան դարձնի հանրապետություն, կարող ենք ընտրել, մենք կարող ենք ընտրել ինչ իմաստով, դրանցից ակնհայտ դրածո չկա, ակնհայտ գործուղված լեգիոներ չկա, օրինակ 2018 թվականին էլի մեր ընտրությունը չէր, իրադրությունը այդպես դասավորվեց, կարող էր և մարտի 1 լինել, զորք կանեին, կջարդեին, եթե պարոն Փաշինյանը իրենց սրտով չլիներ, կջարդեին 18 թվականին, այդ Թավշյա հեղափոխությունը հենց իրենց պատվին ենք մենք ասում Թավշյա հեղափոխություն, Թավիշը մենք չէինք, Թավիշը իրենք էին, այսինքն գուբերնիան էր Թավիշը, նա չջարդեց, չգնդակահարեց, ոնց որ մարտի 1-ին արեց, կամ դրանից առաջ է արել, ուրեմն նույնիսկ նախորդ ընտրությունները 21-ը չէ, 18 թիվը, նա էլ է եղել ավելի ազատ, հա? Չէ, ազատ չի եղել։ Հակառակը։ Այո, հակառակը։ Մենք ընտրելու առանձնապես հնարավորություն, մենք մերժման, մենք մերժել ենք մեկին, թույլ ենք տվել գա մի ուրիշը։ Այսինքն մերժեցինք Սերժ Սարգսյանին, թույլ տվեցինք, որ Նիկոլ Փաշինյանը գա։ Վրեժ, մեր խնդիրը այն ժամանակ վրեժ խնդրություններ, վրեժ լուծեցինք բոլոր տեսակի նշանակողներից, մեր կամքի վրա բռնացողներից, Նիկոլ Փաշինյանը շահեց,